զեղչվում է գումարը, դրանից հետո այդ համակարգը նաև առաջներից մենք ենք դրել, որ կարող եք 25% շուտ վճարել պարագայում զեղչ ստանալ, դրանից հետո արդեն նայած ինչ ընթացակարգ գնա, վարչական բողոք չկա, դատական բողոք թե չկա։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, բենզինի, ես վստահ եմ ասում ձեզ, որ բենզինի գինը, որի չէր մրցակցության արդյունք չէր, այլ ամբարեխիղճ մրցակցության արդյունք էր, որովհետև տարածաշրջանում այդ գնով ապրանք գոյություն չուներ։ Մենք պետք է մի բան գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքները ձեռք են բերվում որոշակի երկրներից կամ բորսաներից։ Հիմա եթե այդ երկրներում այդ բորսաներում գինը ավելի բարձր է, այդ ոնց ստացվեց, որ Հայաստանի Հանրապետություն գինը էժան է լինում։ Այդ խաբկանք է, որը մենք կամ ուզում ենք տեսնենք, կամ չենք ուզում տեսնենք, որտեղ ապրանքի գինը ինքը ժողովուրդ շուկայում է կարգավորվում, նույնը գազի գնի մասին։ Գազի գինը իջավ, թանկացավ։ Հա, միջազգային շուկայում վաճառվող ապրանք է, թե պահանջակ աշխարհում մեծանում է գինը։ Թանկանում են, որում հենց այդ նույն սեզոնին է դա տեղի ունեցում, դա շուկայի կանոն է։ Այլ բան, որ օրինակ գազի կամ բենզինի գինի իջնի Հայաստանում չիջնի, փորձենք դա հասկանալ։ Բայց չէր կարելի, էլի ասենք Ռուսաստանի Դաշնությունում բենզինի ներկրման ուրիշ խնդիր կար ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով։